Ժողովուրդ օրաթերթի փոխանցմամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի օգոստոսի 17-ի աղմկահարույց գրառումը։ Հանձնաժողովը նշել է, որ ուսումնասիրությունն իրականացվում է մեդիա մոնիթորինգի շրջանակում վարքագծի կանոնների հնարավոր խախտման հիմքով վարույթ հարուցելու օրենսդրական հիմքերը գնահատելու նպատակով։ Խոսքը Սիմոնյանի այն հրապարակման մասին է, որտեղ ընդդիմադիր պատգամավորի հասցեին օգտագործել են վիրավորական եւ նվաստացուցիչ արտահայտություններ։ Գրառման մեջ ընդդիմադիրներին անվանել էին մանկապարտեզի սաներ եւ փոքրիկ ծաղրածուներ, ինչպես նաեւ հնչել էին տրորելու եւ այլ սպառնալիք պարունակող ձևակերպումներ։ Հանձնաժողովը պարզաբանել է, որ իր իրավասության շրջանակում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևել է։ Հրապարակի աղբյուրի փոխանցման պաշտպանության նախարարությունում վերջին օրերի կադրային փոփոխությունները համակարգում գնահատվում են որպես քավության նոխազներ գտնելու փորձ։ Թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Սուրեն Պապիկյանի աշխատանքից եւ նախկինում անգամ հարցականի տակ էր դրել նրա վերանշանակումը։ Ըստ հրապարակման Փաշինյանը Պապիկյանին հանձնարարել էր խաղաղ պայմաններում ապահովել բանակի բարոյահոգեբանական կայունությունը, սակայն բանակում շարունակվում են մահվան դեպքերը։ Պապիկյանը ըստ աղբյուրի փորձում է կադրային փոփոխություններով ցույց տալ, որ խնդիրների պատճառը ենթակաների աշխատանքն է։ Հատկապես դժգոհություն է առաջացրել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի նշանակումը ռազմական ոստիկանության պետի պաշտոնում։ Հրամանատարական կազմը ըստ հրապարակի ծանր է տանում նախկին ոստիկանապետի մուտքը բանակ եւ մտավախություն ունի, որ պաշտպանության նախարարությունում նրանց թիվը կարող է ավելանալ։ Ժողովուրդ օրաթերթը քննչական կոմիտեից փորձել է պարզել 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ը պաշտպանության համակարգում քան ինքնասպանության փորձ է արձանագրվել։ Քննչական կոմիտեն սակայն հրաժարվել է տրամադրել այդ երկու թվերը, պատճառաբանելով, որ տեղեկությունը պարունակում է հրապարակման ոչ ենթական նախաքննության տվյալներ։ Միաժամանակ թերթը նշում է, որ անուններ, քրեական գործերի մանրամասներ կամ քննության վարկածներ չի պահանջել։ Հրապարակված պաշտոնական հաղորդագրություններից արդեն հայտնի առնվազն 4 դեպք, որոնց գործերով քննվել է ինքնասպանության կամ զինծառայողի ինքնասպանության հասցնելու վարկածը։ Դրանցից որոշ գործերով քրեական հետապնդում է հարուցվել, իսկ հուլիսյան 1 դեպքով 2 զինծառայող կալանավորվել է։ Ժողովուրդը հարցադրում է անում, եթե առանձին դեպքերի մասին պաշտոնական տեղեկատվությունը կարող է հրապարակվել, ապա ինչու չի հրապարակվում տարվա ընթացքում արձանագրված ինքնասպանությունների եւ փորձերի ընդհանուր վիճակագրությունը։ Հրապարակի տեղեկություններով Մայր Հայաստան կուսակցության անդամ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկի նույն խցում, որտեղ պահվում են նաեւ Աշխեն Ալեքսանյանն ու խարդախության մեջ մեղադրվող մեկ այլ կին։ Աշխեն Ալեքսանյանը նախկինում Ավստրիայում Հայաստանի հյուպատոսն է եղել եւ սկզբում մեղադրվել է պետական դավաճանության մեջ։ Դատարանը նրան արդարացրել է պետական դավաճանության հոդվածով, սակայն պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով 2026 թվականի ապրիլին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է հուլիսի 9-ին, այնուհետև կալանավորվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Ժողովրդի հարցմանն ի պատասխան էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է։ Սակայն թերթի ուսումնասիրած պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ ռուսական ուղղությամբ Հայաստանի ընդհանուր արտահանումը 2026 թվականի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 14.3%-ով։ Միաժամանակ որոշ նոր ուղղություններով աճ է արձանագրվել։ Օրինակ, Ուկրաինա արտահանումն աճել է շուրջ 71%-ով, իսկ Լեհաստան արտահանումն ավելի քան 2.2 անգամ։ Սակայն այդ թվերը վերաբերում են ընդհանուր արտահանմանը եւ չեն ապացուցում, որ ռուսական շուկայից դուրս մնացած հայկական գյուղմթերքի ծավալները նույն չափով տեղափոխվել են նոր շուկաներ։ Առանձնապես կտրուկ է կորիզավոր մրգերի արտահանման անկումը։ 2026 թվականի մայիսին այն կազմել է մոտ 2.5 տոննա, նախորդ տարվա 447.9 տոննայի դիմաց։ Ժողովուրդը եզրակացնում է, որ նոր ուղղություններով արտահանման շարժ կա, սակայն ռուսական շուկայի հնարավոր կորուստը դեռ ամբողջությամբ չի փոխարինվել եւ ամբողջական պատկերը պետք է գնահատել թարմացված պաշտոնական վիճակագրությամբ։